Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Սիրով, պարոն Մեհրաբյան։ Պարոն Մեհրաբյան, Օվերչուկի հայտարարությանը անդրադառնանք սկզբի համար, հետո անդրադառնանք նաեւ վարչապետի աշխատանքային այցին Ղրղստան։ Օվերչուկը գրում է, որ 2024 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը եղել է ռեկորդային, մոտ 12 միլիարդ դոլարի է հասել, հետո 2025 թվականից սկսած արդեն գնացել է նվազման տեմպով, բայց ասում է, որ այս մասին մենք մեր հայ գործընկերներին զգուշացնում ենք, որ տնտեսությունը գնալու է գահավիժման։ Դեռ 3 տարի առաջ Օվերչուկը ասում է, այնինչ այսօր տեղի է ունենում, դա օրինաչափ է, մենք դրա մասին դեռ զգուշացրել ենք 3 տարի առաջ։ Այսինքն ստացվում է, որ այն բոլոր սանկցիաները, որ դրվում են, դրանք զուտ մենք ենք արել։ Դրանք զուտ քաղաքական են եւ դրանց մասին խոսվել է 3 տարի առաջ, 3 տարի առաջ կհիշեք, Եվրամիության հետ որևէ մերձեցման մասին խոսակցություն չկար, օրենքը չկար։ Հիմա ինչպես հասկանալ է սա։ Պարոն Օվերչուկը զբաղվում է պրոպագանդայով, այնպես ինչպես բարձրաստիճան ռուս պաշտոնյաների մեծ մասը, եւ որքանով էլ որ նա զբաղվում է տնտեսական հարցերով, բայց նա ըստ էության ուղղակի տնտեսական հարցերով է պրոպագանդիստ, այնպես ինչպես Մարիա Զախարովան ունի իր մասնագիտացումը, այլ դե Օվերչուկն էլ զբաղվում է տնտեսական թեմաներով պրոպագանդայով եւ զբաղվում է պրոպագանդայով։ Ինչա նշանակում 2/3-ով նվազելու։ Այո, նվազել է։ Հիմա դա լավ է, թե լավ չի։ Հայաստանի համար դա լավ է։ Որովհետև ամեն տոկոսը կամ ամեն միավորը այդ ապրանքաշրջանառության Ռուսաստանի կողմից գործիքավորվել է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Եվ Հայաստանին դա ստիպել է նվազեցնել որքան հնարավոր է, իսկ հնարավոր դարձել է 2/3-ով, որպեսզի դա որպես գործիք չօգտագործվի մեր դեմ, մեր պետության դեմ։ Մեկ, երկրորդը, որ Օվերչուկի երկիրը ամենօրյա ռեժիմով տրաքումը հայերն են մեղավոր, որ Օվերչուկի երկրում բենզինին նայում են ոնց որ սովետի ժամանակ նոր տարում բանին, մանդարինին, էլի հայերն են մեղավոր, ոչ։ Երբ որ իր երկրի վրա դրված են պատմականորեն ընդ որում համաշխարհային մասշտաբով պատմականորեն ամենածանր սանկցիոն բեռը, այդտեղ են հայերը մեղավոր, էլի ոչ։ Այդ ամենը կարող էր ազդել ապրանքաշրջանառության վրա միանշանակ։ Եվ ազդում է։ Էլ չեմ ասում, այդ ֆոնին էլ գալիս եք, չգիտեմ, ինչ-որ բակտերիա եք գտնում, ճիճու եք գտնում։ Գանք դրան էլի։ Դինոզավր եք գտնում, ընդ որում նույնիսկ այնպիսի արտադրանքի մեջ, որը դեռ ծառների վրա է ու չի էլ հասել։ Դա հետո եկել եք Հայաստանին, ինչ եք բացատրում, թե ընկել է։ Ընկել է բարձրացրու։ Պարոն Մեհրաբյան, այսինքն այս հայտարարության ըստեյությամբ Օվերչուկը եկավ հաստատելու, որ բակտերիան, ճիճուն, դինոզավրը, որ իրենք գտել են ապրանքատեսակների մեջ, կապ չունեն։ Սրանք քաղաքական որոշումներ են, որոնք ըստ իրենց դեռևս 3 տարի առաջ դրա մասին զգուշացրել են։ Այո, հենց դա է։ Միայն դա, եւ երբ որ հիշեք, 10-ին տրված հարցազրույցը Օվերչուկի երկար այսպես, թե ինչ պրետենզիաներ ունի Ռուսաստանը Հայաստանից։ Եվ ամենը հանգում էր ինչին, Թուրքմանչայի պայմանագրին։ Վերջ։ Այդ ամենը Թուրքմանչայի մասին է, այլ ոչ թե ճիճուների։ Ճիճուն է Թուրքմանչայի մասին։ Այո, եւ Օվերչուկի այդ բոլոր տառապանքները գալիս են ոչ թե ճիճվից, այլ Թուրքմանչայից, որովհետեւ այդ տրամաբանությամբ ընդհանրապես մեր տարածաշրջանի մասին էր այդ պայմանագիրը եւ մեր տարածաշրջանում պետություն էին երկուսը՝ Իրանը եւ Ռուսաստանը։ Եվ այդ ողբը առ Թուրքմանչայի գալիս է նրան, որ ոնց թե մեզանից բացելով կարող է այդտեղ պետություն լինել։ Դուք ով եք։
Դուք ընդհանրապես ժամանակավոր պատմական թյուրիմացություն եք եւ մենք եկել ենք այդ թյուրիմացությունը հանձինս ձեզ վերացնելու։ Բարի եղեք, հպատակվեք մեր կամքին։ Սա է ասում Օվերչուկը։ Պարոն Մեհրաբյան, Իսկ եթե ոչ, մենք կգտնենք ճիճուներ եւ դինոզավրներ։ Հա, էսա վերջ։ Շատ պարզ է եւ պրիմիտիվ, ինչպես ռուսական կալոշը Սիբիրում։ Եվ վարչապետ Ղրղստանում է միջկառավարական խորհրդի հերթական նիստն է կայանալու Եվրասիական տնտեսական միության։ Ինչ է կարծում այդ հանդիպումը կամ այդ հանդիպումները, այդ քննարկումները որևէ բան կտան Հայաստանին այն իմաստով, որ սանկցիաները կմեղմանան, թե այս ճանապարհը, որ ընտրել է Ռուսաստանի Դաշնությունը, համառորեն շարունակելու է։ Տեսեք, Նաև վարչապետի հայտարարությունը, որ այս ճանապարհը, որ բռնել է Ռուսաստանի Դաշնությունը եւ ԵԱՏՄ-ն, դա կարող է լինել ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ ճիշտ է, չէ, ես համաձայն չեմ վերջի սկզբի մասին, այլ հենց վերջի վերջը։ Կներեք, էլ ինչն է սկիզբը։ Մեր համար գոնե վերջի հենց մեզ համար ուղղակի վերջն է։ Ոչ թե վերջի սկիզբը։ Սկիզբը դրվում վերջին է։ Վերջը իրենց համար։ Այո, բայց մեր համար էլ վերջն է։ Ներողություն, մենք այս պայմանագիրը ոչ մեր կամքով չէ, որ ստորագրել ենք։ Եկեք հիշենք։ Բայց այն ժամանակ Հայաստանը այդ ժամանակ կապիտուլյացիայի ենթարկվեց, Հայաստանն ընկավ դեռ մինչև կրակոցը։ Եվ դրա մեղավորը Սերժ Սարգսյանի ռեժիմն էր։ Ավտորիտար, կոռումպացված, որի վրա տոննաներով կոմպրոմատ կային, խոցելի, ոչ լեգիտիմ, եւ այդ ամենը շահագործվեց Ռուսաստանի կողմից։ Եվ Սերժ Սարգսյանի թուլությունը հրամցվեց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական որոշում։ Դուք դրա հետ կապված ռեֆերենդում արել եք։ դա պիտի հարցնեի, ինչու այն ժամանակ չպահանջեց Վլադիմիր Դե Պուտինը։ ոնց է, պահանջում է։ հո հիմար չպահանջեր։ Իսկ հիմա էլ պահանջում է էլի, հո հիմար չի չպահանջի։ Այո։ Եվ այստեղ ակնհայտ է, նրանք ուզում են Հայաստանին պահեն վանդակի մեջ, շարունակեն պահել վանդակի մեջ այնքան ինչքան հնարավոր է։ Այսինքն Հիմա այս այցը անիմաստ էր, հանդիպմանը պարոն Մեհրաբյան, այցը վարչապետի անիմաստ էր, եթե շփումները ոչինչ չեն։ Ես չգիտեմ իմաստը կյանքը ցույց կտա կոնկրետ էս այցը իմաստ ուներ թե իմաստ չուներ, որովհետև նախորդ այցը որտեղ Եկատերինբուրգ, ցույց տվեց, որ իմաստ չունի։ Այդ մարդու հետ հանդիպումը, այդ մարդը ոչինչ չի որոշում։ Այդ մարդը Պուտինի սենյակում, ասենք, եղած են մեբելի մեջ եւ ամենամեծ, ասենք, գարդիրոբն է, հա։ Չեմ ասում տաբուրետկայը։ Բայց ուրիշ ֆունկցիոնալ նա չունի, նա պետք է իր այդ կահույքի դերը կատարի։ Նա չի այդ կաբինետում որոշում ընդունող այնտեղ նստած մի հոգի մարդ է։ Չկարծում, որ հանդիպում կլինի նաև Վլադիմիր Պուտինի Ես չգիտեմ, կամ կլինի կամ չի լինի։ Կոնկրետ այս հանդիպումն ինչ կտա, ինչ չի տա, դա չի կարևորը։ Հայաստանն հիմա ճանապարհ է բռնել։ Այս հանդիպումը այդ ճանապարհին մի ինչ-որ կանգառ է, այսպես ասենք, որը կանցնի կգնա եւ այդ ճանապարհը կշարունակվի, հա։ Որն այդ ճանապարհը։ Մենք հասկացել ենք մի բան, որ հապկը մեռած է։ Գոնե մեր մասով հապկը արձանագրեց իր մահը։ ԵԱՏՄ-ը մեռնելու Որտեղից մենք դուրս եկանք դե ֆակտո, բայց դեռ դե յուրե պահում ենք, որովհետև կա նաև ԵԱՏՄ, որը իբր մեռած չի։ Հիմա վարչապետը հարցական նշանով այսպես միտք է արտահայտում, մեռած է թե մեռած չի։ Չէ՞։ Լինել թե չլինել Համլետյան հարցը։ Հիմա այդ հարցականն էլ կարելի է հանել, որովհետև մեռած է։ Որովհետև այն տոննաներով թղթերը, որ մենք ստորագրել ենք, եւ անունը դրել ենք համաձայնագիր, կանոնադրություն, չգիտեմ, վերպետական ինստիտուտներ, նույնիսկ արբիտրաժ էլ կա բարձրում։ Այդ ամենը մակուլատուրա է։
դա ոչ թե փաստաթուղթ է, որովհետև մի աննորմալ առավոտյան թարս ոտքից վեր է կենում եւ ասում է դու իմ դուրը չես գալիս։ Դու ինչ-որ բան ես արել, որ իմ դուրը չի գալիս։ Փակեք ու գալիս են փակելու։ Այն ճիճ ու բակտերիա, դինոզավր այդ արդեն այդ դուր չգալու հետևանքով։ Միանգամից գտնվում են այդ բաները։ Այդ նշանակում է, որ այդ փաստաթղթերը լրիվ մակուլատուրա են։ Իսկ եթե կա մի կազմակերպություն, որի հետ կապված բոլոր թղթերը մակուլատուրա են, եթե մեռնելը այդպես չի լինում, բայց ո՞րն է մեռնելը, էլ ո՞նց են մեռնում։ Հետևաբար Հայաստանն այստեղ էլ կողմնորոշվելու բան ունի, եւ այդ թվում նաեւ հապկում, եւ ոնց տեսնում ենք այնտեղ էլ վերջաբանը մոտենում է։ Բայց ես հասկանում եմ պաշտոնական Երևանի մարտավարությունը գործերը վարելիս Ռուսաստանի հետ, պաշտոնական Երևանը Որն է այդ մարտավարությունը։ Ձգտում է գործերը վարել ոչ կոնֆլիկտային եւ ոչ շոկային տրամաբանության մեջ։ Ինչը հասկանալի է, բայց կստացվի թե ոչ, դա միայն մեր ցանկությամբ կամ մեր մարտավարությամբ պայմանավորված չի, որովհետև կա նաև երկրորդ կողմը։ Դուք տանում եք ոչ կոնֆլիկտային, նա տանում է կոնֆլիկտի։ Դուք տանում եք ոչ շոկային, նա անում է ամեն քայլը միտված ինչին, որ ձեր մոտ լինի շոկ։ Տնտեսական։ Այո, տնտեսական, նաև քաղաքական, այո, որովհետև այդ տնտեսական ուշադրություն դարձրեք, տնտեսական սահմանափակումները, որոնք մտցնում են, անում են շատ թիրախային եւ մտածված ինչ առումով, որ այդ ճյուղում ներգրաված լինի առավելագույն թվով Հայաստանի քաղաքացի եւ տուժի առավելագույն թվով քաղաքացի, որովհետեւ ռոպագանդան էլ հետո սկսում է աշխատել որ ուղղությամբ։ Այսինքն ճիշտ կետերով այդ տուժած մարդկանց հանի կառավարության դեմ։ Այո, այսինքն երբ մենք խոսում ենք շոկի մասին, շոկը միայն տնտեսականը չի, այլև քաղաքական շոկեր հարուցելու տրամաբանություն ունի։ Լավ, իսկ ընդդիմությունը, որ ասում է, այ մենք սպասում ենք հարմար պահի, հարմար առիթի, տրիգերի, Սամվել Կարապետյանն էլ այդ մասին խոսեց, որպեսզի դուրս գա։ Դուք ասացիք, այո, տրիգեր։ Հա։ Այսինքն երբ որ ինչ են սահմանափակել ձուկը, ձուկ արտադրող եւ վաճառողը իր ձուկը կդնի թևի տակ, կբերի կդնի կառավարության շենքի դեմը, ծիրանը կառնի կբերի կդնի այնտեղ, չգիտեմ, խաղողը հեսա հասնում է, կբերի կդնի այնտեղ եւ կասեն վերադարձրեք մեզ ռուսական շուկան։ Դրա վրա էլ աշխատում է ռոպագանդան եւ աշխատում է նաեւ այո մեր երկրում դեռ թյուրիմացաբար եւ ձեր սիրելի կառավարության թողտվությամբ գործող այդ 5-րդ շարասյունը, 6-րդ պալատը եւ Մոսկովսկի ցիրկը, որը աշխատում է այդ ամենը քաղաքական այսպես հունի մեջ ուղղորդելու նպատակի վրա։ Ուրեմն Մոսկվայում որոշել են, ուրեմն կստեղծենք տնտեսական շոկեր, որը կքաղաքականացնենք ներսում եւ հիբրիդային պատերազմի ներկայիս փուլը հենց նշանավորվում է դրանով, որովհետեւ ուրիշ գործիքներ չեն մնացել։ Ադրբեջանն է դուրս մնացել այս ամեն ինչից, այլևս Ադրբեջանը չի գործիքավորվում Ռուսաստանի կողմից, չի ստացվում Ռուսաստանի կողմից գործիքավորել ընդդեմ Հայաստանի։ Այ հենց այս խաղաղության գործընթացի ամենամեծ նվաճումը բացի նրանից, որ մարդ չի զոհվում, որը համար 1-ն է, համար 2 այդ դա է։ Որ Ադրբեջանը այլևս չի գործիքավորվում Ռուսաստանի կողմից, այո։ Իսկ արտգործնախարարի այն հայտարարությունները, որ քանի դեռ չի փոխվել սահմանադրությունը, մենք խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման չենք գնալու։ Սա ինչ է, պարոն Մեհրաբյան, սա իմիտացիա է կրկին, պատճառ, որպեսզի դանդաղեցնեն process-ը։ Սա առևտրի հրավեր է Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային։ Որովհետև Ադրբեջանը ուզում է խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի հետ կապիտալիզացնել իր հարաբերությունների համար Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։
Այսինքն դա Ռուսաստանին հրավիրելու հետ որևէ կապ չունի, որ նաև հազիվ թե, չէ, Ռուսաստանը այլևս պետք չի Ադրբեջանին։ Ադրբեջանը Ռուսաստանից ռազմավարական առումով ստացավ ամեն ինչն է ցանկանում էր, մի բան էլ ավել։ Ռուսաստանն այդտեղ իր ռեսուրսը սպառեց եւ Ռուսաստանից էլ ստանալու բան չունի, բայց Ռուսաստանից կա սպառնալիք երկու պատճառով։ Ադրբեջանը հասանելի է Ռուսաստանի համար ցամաքից, Դաղստանի այդ սահմանագոտուց եւ ծովից, Կասպից ծովով, չմոռանանք Բաքուն հենց գտնվում է ծովափին, պրեզիդենտի պալատն էլ ափեզրից, ասենք 150 մետր հեռավորության վրա։ Հա, իսկ Կասպից ծովը դա ռուսական ռազմական ուժի բացարձակ գերակայության գոտի է եղել մինչև վերջերս, բայց հիմա տենում ենք, որ դա էլ այդպես չի։ Այլ բացարձակ չի։ Այնտեղ կան նաև այլ սուբյեկտներ, որոնք այսպես ասենք մկաններ են աճեցնում եւ հենց Ռուսաստանին բալանսավորելու համար եւ հատկապես երկու երկիր նշում, դա Ադրբեջանն է ու Ղազախստանը այնտեղ, որովհետեւ այդ տրանսկասպյան ողջ կոմունիկացիոն տրակտը կարող է աշխատել, երբ անվտանգ է ումից առաջին հերթին Ռուսաստանից, նաև կարող է խնդիր լինել նաև Իրանի հետ, բայց Իրանն էլ տեսնում ենք նախ թիրախավորվեց Իսրայելի կողմից եւ երկրորդը ուկրաինացիներն են խփում։ Հետևաբար այնտեղ եւս դասավորություն է փոխվում, ասելիքս դա արդեն այլ խոսակցություն է, բայց կարևորն ինչ է, որ Ադրբեջանին այլևս Ռուսաստան պետք չի։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել հենց այսօր էլ, եթե ստանա գինը, այն գինը, որը ինքը արևմուտքից ակնկալում է, ճիշտ հասկացա բանը։ Այո, մեծ հաշվով այո, բայց փաստ չի, որ արևմուտքը պատրաստ է Ալիևի քմահաճույքներին տուրք տալ բոլոր, հա։ Արևմուտքը իր մոդուս օպերանդին ունի, որը տարբերվում է Ալիևի մոդուս օպերանդից շատ օբյեկտիվ պատճառով։ Ալիևի ռեժիմը ավտորիտար ռեժիմ է եւ այնտեղ աշխատելա ձևն է ուրիշ։ Մեկ երկրորդը արևմուտքի պատկերացրած ստանդարտներից դուրս է Ադրբեջանը, հա, կորպորատիվ ստանդարտ եւ այլն եւ այդպես շարունակ, նաեւ կայունության մասին պատկերացումներ, հա, նման կարծր ռեժիմները կայուն չեն, օբյեկտիվորեն։ Եվ իզուր չի, որ ասենք Ղազախստանը մենք տեսնում ենք ներքին համակարգի առումով միանգամայն այլ ճանապարհով է գնում։ Ինչը չենք տեսնում Ադրբեջանի դեպքում։ Չենք տեսնում նաև Թուրքմենստանի դեպքում, սա ոչ թե քաղաքական ճաշակի հարց է, սա ուղղակի կանխատեսելիության խնդիր է նաև։ Հետևաբար, այո, Ադրբեջանն այստեղ նաև Թուրքիային է ուղերձներ հասցեագրում, որ եկեք ձեր զարկերակի հաճախականությունը մի ավելացրեք Հայաստանի հետ ձեր հարաբերություններում, այլ բերեք համապատասխանեցրեք իմ զարկերակի։ Այսինքն այդ տեմպը դանդաղեցրեք։ Այո, կամ էլ լեսիմ կառուցում է։ Ադրբեջանը իմ տպավորությամբ ուղղակի մտահոգվեց, երբ Թուրքիան սկսեց բավականին օպերատիվ վերականգնել Գյումրի Կարս երկաթուղին։ Հայկական կողմն էլ հայտարարում է Գյումրի Ախուրիկ երկաթուղու հատվածի վերականգնման։ Այո, եւ դրանք այսպես հանդիպակաց գործընթացներ են եւ դա Ադրբեջանին մտահոգեց, դրա համար Հաջիևը թուրքական լրատվամիջոցներին մի այսպես ուղերձ պարունակող հայտարարություններով հանդես եկավ, ես իդեպ երեք իմ ալիքի, հա, YouTube-յան ալիքի լայվով դրա մասին խոսել էի, թե ինչ է այս ամենի տակ, բայց այս ամենը մեզ չպետք է տպավորի, այսպես ասենք, կամ ստիպի խաղալ սևերով, ռեֆլեքսիվ քաղաքականություն տանել, մենք պետք է պրոակտիվ
քաղաքականությամբ բանանենք եւ արվում է եւ ես ուզում եմ Ադրբեջանի հետ բան նաեւ, բայց ոչ միայն եւ Միացյալ Նահանգների հետ։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների հետ ինչ այսպես հիպերակտիվացում է տեղի ունենում։ Նախ որ այն մի sense մի խոպան հողակատորի վրա ամիսների ընթացքում ստեղծվում է սուպեր ժամանակակից մի արհեստական բանականության մի գործարան, որը նմանը չունի մեր տարածաշրջանում եւ սա միայն սկիզբն է։ Սա տասնապատկվելու է։ Եվ Հայաստանը դառնալու է արհեստական բանականության այդ տվյալների ծավալով աշխարհում առաջին հնգյակի մեջ գտնվող երկիր այս մեգա պրոյեկտը ավարտելուն պես, հա։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը առանցքային նշանակություն է ձեռք բերում Միացյալ Նահանգների համար միջին միջանցքում։ Միացյալ Նահանգները փոխում են Հայաստանի քաշային կատեգորիան թե տարածաշրջանում, թե միջին միջանցքի ամբողջ երկայնքով։ Եվ այդ այցերը, որոնք տեղի ունեցան Հայաստան, ոչ միայն թրիփի, սա միայն թրիփի մասին չէր։ Սա ռազմավարական պայմանավորվածությունների եւ նորերի կայացման եւ արդեն կայացրածի իրագործման շուրջ էր։ Տեսեք, ովքեր էին գալիս, նախ այդ Կոնստանտին Սակալովը, որ Թրիպլուսի հիմնադրամի ղեկավարն է, որի դրամագլուխը օրերս կրկնապատկվեց, իսկ սա ազդակ է ամերիկյան կորպորացիաներին։ Եվ երկրորդը Հայաստանում էր Միացյալ Նահանգների խաղաղապահ առաքելությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ խորհրդական Արիե Լայթստոնը։ Նրանք երկուսով էին Երևանում եւ հանդիպումներ եղան թե Արարատ Միրզոյանի հետ, արտգործնախարարություն, թե կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ պայմանավորվածությունները հոմենակ թրիփի մասին չէին։ Պայմանավորվածությունները նաև կրիտիկական հանքանյութերի մասին էին, պայմանավորվածությունները կիսահաղորդիչների եւ արհեստական բանականության մասին են, իսկ սրանք փոխկապակցված ոլորտներ են։ Պայմանավորվածությունները նաև անվտանգության եւ պաշտպանության մասին էին, ռազմատեխնիկական համագործակցության մասին էին, ի վերջո Կոնստանտին Սակալովը պետդեպարտամենտի պաշտոնյա է, պլյուս նրան որ բիզնեսմեն է, հա, եւ Հայաստանում շատ կոնկրետ մասնաբաժիններ ունի նշանակալի ռազմավարական նշանակության բիզնեսներում, ինչպիսին է հեռահաղորդակցային ոլորտը, հա, Viva Armenian եւ Թեղուտը եւ նաեւ գիտենք, որ թրիփում ամերիկյան մասնակցությունը լինելու է հենց այդ Թրիպլյուս ֆոնդի միջոցով։ Այս ամենը իհարկե այսպես ցույց է տալիս Միացյալ Նահանգների ռազմավարական հաշվարկը եւ խաղադրույքը, եթե կուզեք, հենց կոնկրետ Հայաստանի հետ կապված։ Պարոն Մերհաբյան, բայց հետաքրքիր է, որ Բայրամովն էլ օրերս հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործում առաջընթաց կա, նաև որոշակիորեն նշել էր թրիփի մասին, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների շրջանակում։ Ինչ հասկանալ։ Եկեք ֆիքսենք։ Մեր տարածաշրջանը, որտեղ խոսվում է թրիփի մասին որպես ապագայի պրոյեկտ, դա մի տարածաշրջան է։ Եվ մեր տարածաշրջանը, երբ արդեն թրիփի գոտում էքսկավատոր ու բուլդոզեր է աշխատում, դա արդեն ուրիշ տարածաշրջան է, մթնոլորտի առումով։ Եվ նաև, այսպես ասենք, ներդրումային միջավայրի առումով, հա, որովհետև սա արդեն գետնի վրա աշխատանք է, այլ ոչ թե թեկուզ եւ փաստաթղթավորված, բայց առայժմ ապագայի մասին խոսակցություն։
Սա մեծ տարբերություն է։ Երկրորդ սա ազդակ է, կրկնում եմ, թե ամերիկյան կորպորացիաներին, որ ահա պետդեպարտամենտը եւ ԱՄՆ պետությունը այստեղ հովանավորում է բոլոր ռազմավարական պրոյեկտները։ Այստեղ փող կա եւ փողի հետևից ով է գալիս։ Իհարկե կորպորացիաները։ Եվ ոչ միայն ամերիկյան։ Սա ազդակ է նաեւ եվրոպացիներին։ Եվ շատ ճիշտ է, օպտիմալ է կառուցված, որովհետեւ Հայաստանն իր տրանզիտային ֆունկցիաները Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ իրականացնելու է ոչ միայն թրիփի միջոցով, նաեւ մենք հյուսիսային երթուղի ենք մտածում կառուցել, որը կգնա Իջևանից Վանաձորով դեպի Գյումրի եւ Ախուրիկ եւ Ադրբեջանը այդ տեղով եւս կկապի Թուրքիային։ Բացի դել չեմ խոսում ավտոճանապարհների ցանցերի մասին, որ մենք կարծում եմ ժամանակն է, որ մեր ավտոճանապարհները մտածենք գոնե մեր ավտոճանապարհների թողունակության մեծացման համար, որովհետև մենք կարելի է պատկերացնել, թե ինչ ծավալի ապրանքաշրջանառություն է տեղի ունենալու Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի միջև նաև Միացյալ Նահանգների մեր տարածաշրջանով ճանապարհները չեն բավարարում։ Ինչ գումարներ են պատտվելու։ Եվ ինչ գումարներ են պատտվելու, այո։ Եվ այստեղ մենք նաև եւս մի բանի վրա ուշադրություն պետք է դարձնենք։ Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել է այն նույն քաղաքը, որտեղ էր Ալիևը մի քանի օր առաջ եւ այնտեղ ռազմավարական պայմանավորվածություններ ձեռք բերեց Կենտրոնական Ասիայի հնգյակի հետ։ Չոլպոնատա նույն այդ քաղաքն է Իսիկուլ լճի ափին։ Սա շատ կարևոր է, ինչպես վերաբերվել դրան պետք է վերաբերվել դրական։ Ադրբեջանը դա անում է ըստ էության միջին միջանցքի տրամաբանության մեջ։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչպես պետք է դրան վերաբերվենք, նենց միայն պետք է վերաբերվենք ու ուրիշ ոչինչ չանենք։ Ադրբեջանը դրանով իսկ մեր տարածաշրջանը պրոյեկցում է դեպի Կենտրոնական Ասիա։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը եւ Վրաստանը պետք է մեր տարածաշրջանը պրոյեկցեն դեպի ուր, ելնելով մեր աշխարհագրական դիրքից, դեպի արևմուտք։ Ու իսկ ինչու չանել համատեղ։ Իսկ դրա համար այո, մանավանդ երբ մենք դիվերսիֆիկացիայի օրակարգ ենք իրականացնում, շատ կարևոր է Հայաստանը մի հատ նորովի քննարկի վրացական նավահանգիստների դերը այդ դիվերսիֆիկացիան իրականացնելու հարցում եւ ինչու ոչ։ Վրացական նավահանգիստներում ռազմավարական ներկայություն ունեն եւ Ղազախստանը, եւ Ադրբեջանը, հա, իսկ ինչու ոչ Հայաստանը։ Ծով չունեցող Հայաստանը։ Ինչու ոչ։ Ես էլ չեմ խոսում, որ այնտեղ տերմինալ պետք է լինի, այնտեղ մշտական արդեն հիմք լինի իրավաբանական այդ բիզնես գործունեություն ծավալելու համար։ Իհարկե։ Եվ արդեն մշտական տրանսպորտ գործի վրացական նավահանգիստների եւ եվրոպական նավահանգիստների կամ այլ տեղերի նավահանգիստների միջև։ Եվ իհարկե արդեն ժամանակն է, որ Հայաստանում էլ արդեն արտադրանքի ծավալների մասին մտածենք, որովհետեւ ասենք երկու մեշոկ ապրանքը համաշխարհային շուկայում որևէ գործընկերոջ չի բերի։ Երկու նավ կամ մեկ շարժակազմ գնացքի, ասենք 25 վագոնով եւ այլն։ Այս ծավալների մասին պետք է խոսք գնա եւ այդ արտադրանքը մենք այո պետք է կարողանանք տալ։ Դրա մասին եւս այո ժամանակն է մտածելու եւ կյանքը դրան է տանելու։ Հայաստանն իր այդ ներուժը պետք է օգտագործի եւ դա է հաջողության գրավականը։
այս փոխկապակցվածությամբ Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ բացվում են հնարավորություններ, որոնք վերջի անգամ բաց են եղել մինչև մոնղոլական արշավանքը։ Եվ այդ արշավանքով փակվել են եւ այստեղ եղել է միայն հակամարտության գոտի, այստեղ եղել են մշտական պատերազմներ այս խաչմերուկը իրենցով անելու համար, կայսրությունները իրար դեմ կռվել են մեր երկրում եւ հայերը փախել են այստեղից։ Շահ Աբբասն էլ հավաքեց տարելա Պարսկաստան։ Մենք վերանվաճել ենք մեր երկիրը վերջին 200 տարվա ընթացքում այնքանով, որքանով կարողացել ենք։ Այսքանն ենք կարողացել, այսքանն ենք կարողացել պահել, այսքանն ենք կարողացել ճանաչել տալ միջազգային հանրության կողմից եւ սա է Հայաստանի Հանրապետությունը, որը մենք կարողացել ենք ձևավորել։ Հիմա պետք է հեռանկար բացենք, ել եմ ասում, բացվում են հնարավորություններ, որոնք մենք չենք ունեցել դեռ միջին դարերից սկսած, հա, մոնղոլական արշավանքներից սկսած։ Եվ մենք պետք է պատվով դուրս գանք այս քննությունից, եթե կուզեք։ Շնորհակալ եմ, պարոն Ես եմ Մեհրաբյան։ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, կհանդիպենք։